Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել են Պաշտպան հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես։ Պարոն Սաֆարյան, խոսենք բնականաբար ինչ է կատարվում Գյումրիում, ինչ սցենար էր այս ամենը, ընդ որում Արծվիկ Մինասյանը հայտարարեց այսօր ազգային ժողովում, որ Գյումրվա 3 դեպքերը ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի ընդունում ժողովրդի քվեն։ Ինչ կատարվեց, Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց, 7 աշխատակիցներ ձերբակալված են, ընդ որում 33 անձ էլ այդ անկարգություններին մասնակցելու համար եւս ձերբակալված է։ Ինչ տեղ ունեցավ Գյումրիում։ Ընդ որում մենք բոլորս էլ գիտենք, թե նախապատմությունը ամեն դեպքում սեպտեմբերի 23-ին նույն Վարդան Ղուկասյանը հայտարարեց այդ միութենական պետության գաղափարի հետ կապված նրանք ովքեր որ խոսքով այնտեղ շանտղային նրանք ովքեր որ չեն ընդունում իր այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն էլ հոկտեմբերին այս 2 շաբաթ առաջ էր ավելի շուտ հոկտեմբերի 1-ին ազգային ժողովում վարչապետը անդրադարձավ, որ պետք է դրան հեռացնել, դուրս շպրտել նրա քաղաքական դաշտից, ընդ որում Նիկոլ Փաշինյանը հիշատակեց, որ 6 ամիս է Գյումրու քաղաքապետարանը եւ ընդհանրապես Գյումրին ղեկավարում է կլանը։ Սա ինչի մասին է, այսինքն արդեն նախապատրաստեց հողը, որպեսզի այս դեպքերը տեղի ունենան, թե պարզապես հիշեցրեց, թե ով է Վարդան Ղուկասյանը, ընդ որում քիչ առաջ նաև համացանցում տարածվեց Մարտուն Գրիգորյանի գրառումը, որ նա նշել էր, որ ժողովուրդ ես այս մասին դեռ ապրիլի 3-ին ասել էի, որ այս մարդու հետ երկար ճանապարհ մենք չենք կարող գնալ, որտեղ հետևանքները այսպիսին են լինելու։ Մի խոսքով ամեն ինչ կարծես թե բոլորը գիտեին, բայց ինչ-որ սցենար մշակվեց եւ 6 ամիս է Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է։ Ընդ որում հարցս մի անգամից տան, որպեսզի ձեզ չընդհատեմ։ 3 դիմադրություն եղավ եւ քաղաքապետարանի ներսում եւ քաղաքապետարանից դուրս։ Հանրությունը հավաքվեց Վարդան Ղուկասյանի շուրջը։ Շատ լավ, սիրով։ 3 կարճ բարբերություններով սկսեմ ու անցնեմ ձեր հարցի բուն պատասխանին կամ էությանը։ Մեկ ասում են ճտերը աշնանն են հաշվում, մեկ ասում են ունենք այն։ Ինչ ունենք, մեկ ասում են բայն չեք սպասում, մեկ էլ ասում են այս ամբողջը ընդհանուր շղթայի մի բաղկացուցիչ մասն է։ Դեռևս տարվա սկզբին մեկնարկած Գյումրի ուրեմն հավագանու համանքի ընտրությունների ժամանակ եւ դրա նախօրյակին իմ կարծեմ ես աստեղել եմ հնչեցրել այն միտքը, որ ինքը լինելով խոցելի անձնավորություն, դեռևս թողնենք մի կողմ, խոցելի անձնավորությունը քաղաքական դաշտ մտնելու, առավել ևս արտահայտելով մի քանի կուսակցությունների, տվյալ պարագայում նաեւ քաղաքական ուժերի, ընդդիմադիր ուժերի, ուրեմն շահերը, ընդդիմադիր ուժերի վստահությունը ունենալով անպայման հետագայում դառնալու է փորձանք ոչ թե ուրեմն իր համար կամ այդ քաղաքական ուժերի համար, այլ դառնալու է փորձանք համանքի համար։ Համենքը որոշ ժամանակ իր ուրեմն ներկայացուցիչներով կազմալուծելու է աշխատանքը, կատվածահար է լինելու, բայց հետևանքների մասին թողնենք։ Ինքը Վարդան Ղուկասյանը որպես անձնավորություն ես չեմ ուզենա շատ խորանամ իր ուրեմն անցած ճանապարհի կամ իր կերպարի կամ իր արժի համակարգի վրա, ինքը ինչպես սիրում է ասել, ինքը կարող էր լավագույն դեպքում իրենց թաղում սլոբոդկայում նստել, նարդուզարեր գլորեր կամ տերողորմյա կանչել, թզբեհ կանչել։ Իր արժի համակարգը դա է։ Թողնենք Բելարուս Ռուսաստան միության անդամակցելը, թողնենք ռուսական ներդրումները, թողնենք ուրեմն իշխանության ներկայացուցիչներին թուրքական լեյբլով պիտակավորել է թուրքահապատակ շանվորթիներ եւ այլ։ Կաշառքի պահը մեկ մարդու մատնության կամ մեկ մարդու ցուցմունքի հետ կապված միգուցե ինչ որտեղ ես իրավաչափ չեմ համարում,
դա դեռևս պետք Նույնիսկ է եկուս խորանա։ ձայնագրության այդ Ես դա իրավաչափ չեմ համարում, ոչ իրավաչափ եմ համարում, տվյալ պահին լրիվ համոզմունքը իմ բացակայում է, բայց ես համոզված եմ, որ իրավապահ մարմինները կարող են նրան հեռացնել իր պաշտոնից, իր աթոռից դեռևս ամիսներ առաջ իր հակապետական գործունեության համար։ Նույն այդ սեպտեմբերին կատարված հայտարարության համար Եվ սեպտեմբերի համար, եւ օգոստոսի համար, եւ մայիսի համար առիթը բաց էր թողնում տվյալ արարածը կառավարությանը պիտակավորելու, պետականությունը կործանելու առումով, ուրեմն մեր ինքնիշխանությանը վարկաբեկելու առումով այս բոլորը հիմնովին բավական են, որպեսզի նրան այսպիսի մի բան կա, գիտեք, մարդիկ, որոնք պետականությանը դեմ են, մարդիկ, որոնք ինքնիշխանությանը, սուվերենությանը դեմ են, նրանց ոչ թե ասում են դավաճանության կամ դավադիր գործունեության կամ դիվերսիայի համար դատենք, այլ ասում են պատմության մեջ այսպեսի մի բան կա, նրանց պետք է նրանց վրա նրանց հանդեպ կիրառվի խեցեվճիռ։ Դա որն է։ Խեցու վրա գրում են, դա կոչվում է օստրասայս, այսինքն դա եւ որ գրվում է, չէ, դա երբեք վերականգնման ենթակա չի։ Օրինակ, ասենք, մեր առաջի Ատյանի, երկրորդ Ատյանի վճիռները շատ հաճախ վերանայվում են, ճիշտ է թե չէ։ Նույնիսկ վերանայվում է նաև մեր վճռաբեկ դատարանի վճիռը, դիմում են եվրոպական համապատասխան իրավական կառույցներից եւ վերանայվում է։ Էլ չեմ խոսում, որ պետությունը դրա համար նույնիսկ կրում է դրամական եւ նյութական վնասներ, որպես թույլ տված օրենքի կամ խախտում կամ օրենքի հետ ոչ իրավաչափ լինելու համար, բայց այս խեցեվճիռը երբեք չի քննարկվում։ Դրանք այդպիսի մարդիկ են այսօրվա մեր պատգամավորական խմբակցությունների փաստացի ղեկավարները, այդպիսի մարդիկ են նաև շատ-շատերը։ Ես դեռևս չեմ տեսել 4 տարվա ընթացքում ընդդիմության այսպես կոչված ներկայացուցիչները ինքնակնդատությամբ հանդես գան, թեկուզ գետ մեկ նախադասությամբ։ Գիտեք, ինչ է նշանակում անընդհատ փնովել, ասել, որ կառավարությունը աշխատում է 100%-ով, չգիտեմ, իր խոստումներին համահունչ բան, այդպիսի բան լինել չի կարող, դա սուտ է։ 7 տարի ինչ է կարել, դա սուտ է, հենց միայն ես չնայած մի թեթև շեղվենք, ազգային ժողովի այն հանձնաժողովը, երկու հանձնաժողովները, քննիչ հանձնաժողովները ժամանակավոր, որոնք ստեղծել են 4-օրյա եւ 44-օրյա պատերազմի հետևանքներ ուսումնասիրելու համար, կարելի ասել, որ դրանք ուղարկվեցին արխիվ եւ դրանք ոչ մի գործնական հողի վրա ոչ մի նշանակություն իմպլեմենտատիվ առումով չունեցան։ Դուք սպասելիքներ ունեք այդ զեկույցների։ Ես չունեի, ասեմ ինչու, որովհետեւ ես ձեր եթերից մի քանի անգամ ասել եմ, շատ հարազատ եթերից մի քանի անգամ ասել եմ, որ այն մարդիկ, որոնք ազգային ժողովում զբաղված են այդ հանձնաժողովի աշխատանքներով, նվազագույնը իմ մոտ հուսեր չեն ներշնչում օբյեկտիվության, անաչառության, անկողմնակալ լինելու սկզբունքներից, դիրքերից ելնելու։ Չէ, ես դրան սպասում էի, տեսեք, ես ընդամենը 3 բան ասեմ ընդամենը։ Աշակ Կարապետյանը եղել է 2016 թվականի 4-օրյա պատերազմի, ուրեմն սանձազերծման մեր ժողովրդին չիրազեկելու հիմնական հանցագործը, լինելով պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչպես ասում են ժողովրդի մեջ, ասում է դա անցալվում է որպես գրո պետ, եւ նա ժամանակին չի իրազեկել այն աշխատանքների մասին, որոնք կատարվում էին մեր թշնամի երկրում, մեր հակառակորդ երկրում, եւ չի իրազեկել, որպեսզի մեր բանակը նախապատրաստվի իր բոլոր հետևանքներով։ Դեռևս 800 հեկտար հող, ես այն ժամանակ ասել եմ, կապ չունի 800 հեկտար հող, թե 8 սանտիմետր հող, հայրենիքը սանտիմետրերով չեն չափում, որովհետև մեր հայրենիքը ամբողջովին ներկված է մեր 18-20 տարեկան անմեղ զինվորների, անմեղ երեխաների, անմեղ մարտիկների, անմեղ մեր զավակների արյունով։ Եվ բանից պարզվեց, որ ես ճիշտ էի, բայց ինչ կատարվեց։ Արշակ Կարապետյանին 2018 թվականի հեղափոխությունից հետո
վարչապետը բերեց նշանակեց պաշտպանության հարցերով իր խորհրդական 2020 թվականին բերեց նշանակեց թե 21 թվականի ամռանը ՀՀ զինված ուժերի շտաբի պետի տեղակալ 2021 թվականի ամռան նշանակեց պաշտպանության նախարար բալավ էս հանձնաժողովը Երման ջուրը ահրել էր բերանը մի հատ վարչապետին չեր ասել պարոն վարչապետ դու գիտեք ով է Արշակ Կարապետյանը երկրորդը ջրական կովսականով անարգել ոնց հիմա այդպես են ասում անխոչնդոտ կերպով թուրքական զորքերը որը նույնն է ադրբեջանական զորքերը մտան Շուշի Կարմիր շուկայի սզներք չէ Սարուշեն այդ հատվածը խաչմաչ եւ այլն բոլոր մասնակիցները միաբերան վկայում են եւ ազատազենի տղաները եւ հետախուզական ջոկատի տղաները եւ մեր բանակի շատ տղաներ որ լիուլի բավարարում է երկու նորմալ գումարտակ հանդերձանքով եւ զինված որպեսզի կասեցնի ադրբեջանցիների անարգել Շուշի ընթացքը դեպի Շուշի եւ դա մենք չարեցինք ասինքն ռազմաքաղաքական մենեջմենտը ոտից գլուխ սխալ էր ես սպանցիկ եմ թվարկում երրորդը բազմաթիվ զինվորականներ բազմաթիվ ազգային անվտանգության սպաներ այդում նայում հարազատները շատ-շատերը վկայում են միաբերան որ Շուշիից եղել է մեծ փախուստ այդ թվում Շուշիից փախուստի է դիմել իր զորամասով եւ իր ընկերներով ԱԾ-ի նախկին տնօրեն ուրեմն Արթուր Վանեցյանը եւ հրետասայլով փախուստի է դիմել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը ես ընդամենը փաստերն եմ ասում բալավ այդ ձեկությունները այդ փաստերը ինչի համար ակամայից ես հիշում եմ դուք էլ լավ գիտեք մեծ գրող մեր երկիծաբան Հակոբ Պարոնյանը ասում էր որ եթե մի գործ ուզում են ամբողջովին ձախողեն պիտի ստեղծեն կոմիսիա հենց մեր կոմիսիայի այ կոմիսիայի կան այնպես որ եւ վերջին հաշվով այդ հանձնաժողովում աշխատել են մարդիկ որոնք նույնիսկ տարաճանաչ չեն որոնք նույնիսկ հայրենի այբբենը չգիտեն որոնք նույնիսկ բանակում ծառայած իրենց արժի համակարգով իրենց թալանով հենց այդ տիպիկ դասական օրինակներն են բանակի հանդեպ անխնա անշնորհք անուրա ազգադա մոտեցման ուրեմն տիպիկ օրինակներ են Գալով ուրեմն Գյումրիի դեպքերին ես պիտի ասեմ որ ինքը Գյումրին լինելով ուրույն արժանապատվով ավանդույթներով մարդկային բնավորությամբ կենցաղով չէ կերպարով քաղաք իր կոլորիտով ես մի քիչ կդժվարանամ ես Վազգեն Մանուկյանը չեմ էլի որ գնամ իրեն սուլուսներով դիմավորեն ասեն դե ժողովուրդը բոմժեր ես չեմ կարող մեր ժողովրդին այդպիսի բան ասեմ որովհետեւ նախ դրա իմաստը չկա էլ որովհետեւ գյումրեցիների համար մեր ժողովրդի ամենապայծառ պարծանք ներկայացնող ժողովրդական ուրեմն ամեն ինչով մենք գյումրեցիներն ենք ես վաղուց եմ երևանցիներին իմ ուսանողական տարիներից ոչ միայն իմ ուսանողական ես գյումրեցիների հանդեպ մի ուրիշ մեծարանք ունեմ եւ այսօր էլ իմ ընկերների առույցի բաժինը այսօր իմ կողքս կանգնած այնպիսի գյումրեցի ընկերներ ունեն որ հպարտություն կբերի յուրաքանչյուրին բայց դա թողնենք Գյումրիում կատարվածի մեջ ես մեղադրում եմ իշխանությանը նաև տարիներ առաջ պիտի անպայման կառավարությունը եւ իրավապահ մարմինները ձեռք առնեին համապատասխան միջոցներ Գյումրիում այսպիսի իշխանության քամբեկ ուրեմն բացառելու համար այսինքն եթե Վարդան Ղուկասյանը կարող է օգտագործել անդիմադիր ճակերտավոր ուժերին բայց ես դա անդիմադիր չեմ ասում զուտ վրեժխնդիր ռևանշիստական ուժերին փորձելու էին նաև ամեն կերպ այս նույնը տեղափոխել մայրաքաղաք Երևան եւ տարբեր համայնքներ եւ անունը դնել անդիմադիր համայնքապետերի հանդեպ կառավարությունը ջարդ է սկսել կալանք է սկսել եւ այլ Գյումրին պետք է դիտարկել հայ եկեղեցու վերնախավի հանդեպ կատարվող ուրեմն օրինականության եւ ուրեմն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկող աշխատանքների ընդհանուր համատեքստի մեջ, ընդհանուր տիրույթի մեջ, որ Վարդան Ղուկասյանը արժանի էր կամ ձերբակալման, կամ ուրեմն մեկուսացնելու հանրային կառավարման ուրեմն համակարգից
հարթակից այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց ես նորից եմ կրկնում մեկ ձայնագրության հետ կապված իրավաչափության եւ օրինականության հետ կապված ես ունեմ խորը կասկածներ, որը նաեւ ինձ բերում է մտահոգությունների։ Առավել ևս ես պիտի ասեմ, որ ուրեմն դա էլ ծնեց 23 հոգու տարբեր օրերով ուրեմն մեկուսացնելու, դա էլ ծնեց Գյումրի համանքի կամ ավագանու որոշ մասնակիցների անժամկետ գործադուլի, դա էլ ծնեց բողոքի ուրեմն ցույցերի հագնացող բողոքի ըմբոստության, չէ, սա պիտի չլներ։ Սա կարող էր հանգիստ կանխել կառավարությունը։ Երեք անհանգստություն ունեցել է Գյումրում այդ հավաքը, որ եղավ ոստիկանության եւ Ոչ, ես պիտի ասեմ, որ մեր ոստիկանությունը գործում է շատ համաչափ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան։ Ես ուղղակի հատկապես կարմիր բերետավորների մուտքը այդ ուրեմն կարմիր բերետավորները ոստիկանությունը այնպիսի մի ստորաբաժանում է, որի ղեկավարը կարմիր բերետավորների ցանկացած գործողություն կոպիտ գործողությունների մասին է խոսքը։ Ասենք ինչ կոպիտ Մենք գործողություն է։ տեսել ենք, եղել են։ Դե ամեն դեպքում դե գիտեք ինչ, ասենք այլ բան հնարավոր չէր։ Այլ բան հնարավոր չէր այնտեղ։ Իսկ ղեկավարի մասին եք խոսում ինչ։ Ես ղեկավարի մասին ոչ թե ուզում եմ ասեմ, հենց իրենք կկանխեին կարմիր բերետավորների կողմից հակաօրինական որևէ գործողություն, որովհետև այդ նույն կարմիր բերետավորների ղեկավարը նրանց կսաստեր այնպես, ինչպես կսաստի իր ընտանիքի անդամներին։ Այլ բան բացառվում է։ Ես կրկնում եմ, որ գործողությունները եղել են իրավաչափ, եթե նա ձերբակալվել է կաշառքի համար, մինչև կաշառքը նա կարող էր առնվազն 10 հոդվածներով ձերբակալվել իշխանազանցությամբ, հակապետական գործունեության, ինքնիշխանությանը, պետականությանը վտանգ լինելու պատճառով, բայց եթե նա կարող նաև ձերբակալվեր հայհոյելու, վիրավորելու, Սամվել Կարապետյանին մեկ բառի խուլիգանություն անելու համար եւ այլ։ Այնպես որ մենք ունենք ուրեմն կաշառքի փաստը եւ պիտի ասեմ, որ իրապահ մարմինները գործել են օրենքի տառին ու ոգուն համապատասխան, այլ բան է, որ մեկ հոգու ձայնագրությամբ իրավաչափությունը ինձ տալիս է մտորումների առիթ, բայց դա գիտեք ինչ, նախաքննությանը չի կարելի խառնվել, նախաքննությանը չի կարելի նախաքննության ընթացքում այնպիսի մի արտահայտություն ասել, որը նաև հենց նախաքննություն իրականացնող մարմնին կամ նրա ներկայացուցիչներին կարող է նաև խորհելու եւ մտորելու առիթ տալ։ Դրա համար ես ձեռնպահ կմնամ։ Մի փոքր եթե ավելի գլոբալ փորձենք այս ամենը վերլուծել, ինչ որտեղ արտաքին ճնշումների ինչ որ նկատում եք արտաքին ճնշումներ։ Ես համոզված եմ, որ այո, այստեղ են ձերբակալություններ կամ վերլուծաբաններ, որ ասում են միասքամից սինխրոն ձերբակալություն եղավ եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Տրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցը, որտեղ խոսել են բացառվում է դա։ Եթե ոմանք սա կապում են Սամվել Կարապետյանի կամ եկեղեցու հանդեպ ձեռնարկած ընդհանուր ասենք գրոհի կամ արշավի ես պիտի ասեմ, որ ով չգիտի, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում ձվադրված ընդդիմադիր ուժերը իրենցից ինչ են ներկայացնում։ Գիտեք, ընդդիմությունը շատ լավ բան է, ընդդիմությունը ոչ թե շատ լավ բան է, ընդդիմությունը մեծ հարստություն է հանրության համար, քաղաք հասարակության համար, պետության համար, ազգի համար, ժողովրդի համար, բայց ես Հայաստանում ընդդիմություն չեմ տեսնում։ Ես Հայաստանում տեսնում եմ լավագույն դեպքում ճամբարափոխներ, լավագույն դեպքում թիմը փոխողներ, այլևս չեմ խոսում գրպան փոխողներ եւ լափաման փոխողների մասին։ Բազմաթիվ օրինակներ կարան բերեմ, երբ որ ուղղակի մարդկանց դու նայում ես, ես մի 6 ամիս առաջ, 10 ամիս առաջ ձեր եթերից ասել եմ, որ մարդիկ կան, որոնք շուտով լրացնելու են Բարգավաճ Հայաստանի բանակը, անուններ հիմա կարող եմ հնչեցնել, պարզապես չեմ ուզում, որոնք ժամանակին մեկը մյուսին ասել է դասական, կլասիկ դեպուտատ, այսօր վարձատրվում է, մեկը մյուսին այլ բան ասել, դարձյալ վարձատրվում է, մեկը մյուսին ասել է մարդասպան, նրանից ինչ բարեգործ, դարձյալ նույն մարդուց վարձատրում են եւ այլ։ Բայց ես պիտի ասեմ,
պատմությունից մենք մի օրինակ ունենք, երկրորդ աշխարհամարտից հետո Նյու Յորքում ստեղծվել է դեմոկրատական կուսակցության մի մասնաճյուղ, որը կոչվում է Թամանի։ Այդ Թամանի մասնաճյուղը հայտնի է իր շանտաժով ընտրությունների ժամանակ, մարդկանց կաշառելով, հեյուրանքներ ստեղծելով, նենգասպառնալիքներ անելով, շանտաժի տարբեր մեթոդներով։ Հիմա մենք մտել ենք այդ հորձանուտի մեջ։ Ինքս Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահներին ճանաչելով, բայց ես պիտի կենտրոնանամ մի կոնկրետ նախադասության վրա։ Քանի Ռոբերտ Քոչարյանը կա Հայաստանի քաղաքական դաշտում, Հայաստանի ընդդիմությունը այդ զանգվածով, այդ էլեկտորատով չի կարող ունենալ իր գործունեությամբ նպատակ պետականության թերությունները վերացնելու եւ պետականությանը սպառնացող վտանգների դեմը առնելու ներկայացնելու այդպիսի ծրագիր։ Նրանց միակ ծրագիրը ամեն կերպ պետականությանը վարկաբեկելն է, օրինական կերպով ընտրված իշխանությանը շանտաժի ճանապարհով, տարբեր ճանապարհներով վարկաբեկելով իշխանությունից զրկելն է, գահանկեց անելն է։ Բոլորս գիտենք մեր իշխանության թուլությունները, պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2021 թվականի համապետական ընտրություններին հանդես գալով իր նախընտրական քաղաքական ծրագրով դրա մեծ մասը չի կատարել։ Դրա մեծ մասը չի իմպլեմենտավորել։ Գետնի վրա, հողի վրա այդ ծրագրի մեծ մասը մնացել են որպես թղթի կտորներ։ Բայց ես պիտի ասեմ, որ այստեղ խնդիրը այլ է։ Գալով սոցիալական խնդիրներին, գալով բյուջեի հետ կապված խնդիրներին, գալով արդարադատության բազում խնդիրներին մենք ունենք առաջընթաց։ Ինչ խոսք, արդարադատության մեջ շատ խնդիրներ կիսատ են մնացել։ Ես սա վերագրում եմ կառավարության անհետևական քաղաքականությանը։ Արցախցիների տեղավորման հետ կապված արցախցիների խնդիրների լուծման, սոցիալական, քաղաքացիության տարբեր խնդիրներ, վերջին հաշվով մենք գործ ունենք գենոցիդի հետ, մի մեծ հայ ժողովրդի մի մեծ հատվածի հետ, մոտեցումը համարում եմ ոչ իրավաչափ, ոչ արդարացի։ Կադրային քաղաքականության մեջ կան լուրջ անջրպետներ եւ խութեր։ Կարծեք թե իներցիայով շարունակում է նույնը։ Ինչ խոսք, ես չեմ կարող նախորդ կադրային արդարադատությունը հայմատել ներկայիս արդարադատության հետ, երբ որ 0-ից 3 տարի կալանքը որոշում էին ՀՀ երկրորդ նախագահները։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, ասում է Եվրոխորհրդարանը սա է պահանջում, կամ Եվրոմիությունը սա է ասում է Եվրոխորհրդարանն էլ հոպալիդբերոն չի։ Այդ մարդու մտածելակերպը, այդ մարդու ներքին արժի համակարգը պալիդբերոն է, որովհետև այդ մարդը մինչև 40 տարեկան եղել է Ադրբեջանի կոմսոմոլի աշխատող։ Այլ համակարգ նա չէր կարող ունենալ։ Բուհը ավարտել է հերրակակերպով, իհարկե ես չեմ վարկաբեկի հերրակա ավարտողներին, մեծ մասը այդպես է հարկ համարել, ինքնակրթությամբ զբաղվել չէ, ինչպես կասեր հայտնի Մարկ Տվենը, որ ես այնպես եմ արել, որ իմ ձևավորման արժեքային համակարգի ինտելեկտուալ համակարգմանը իմ դպրոցական կրթությունը չխանգարի։ Ես դա ավելի շատ պարտական եմ իմ ինքնակրթությանը։ Բայց դա չեմ կարծում, թե նրանք այս բաները հասկանում են։ Եվ հիմա էլ փոխադարձ վիրավորանքներ, չէ, անընդունելի բառապաշարներ քաղաքական դաշտում, չէ, աղքատությունը ուղեղի մեջ, չգիտես, լավը չտեսնելը, հատկապես օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ կապված, նոյեմբերի 9-ը համարել սեփական առաջարկը ունեն։ Նոյեմբերի 9-ը համարել դա երազանքի ծրագիր, գիտեք, ուրեմն նոյեմբերի 8-ի միայն մի ծրագիր, միայն մի կետը ես ասեմ, մարդիկ հիմա փորձում են 9 կետերից խոսել, չէ։ Ընդամենը Տիկին Մարի, ես ընդամենը մեկ կետ պիտի ասեմ։ 5 կիլոմետր շարավղող Քաշաթաղի միջանցքի
անխափան գործունեությունը եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուրեմն վերահսկողությունը։ Երբ որ օգոստոսի 12-ին մեկադմիշտ փակվեց Արցախը մար Հայաստանին կապող Քաշաթաղի ճանապարհը Միջանցքը, մի քանի օր առաջ մենք անտեղ էինք ընտանիքով, ինչ որի է։ Ես ուղղակի իմ համար անհասկանալի մնաց, միֆ մնաց, զավեշտի դաստից ես անմիջապես կապվեցի եւ պետնախարարի եւ Արայիկ Հարություն, ասի ինչ եք անում։ Բա ռուս խաղապահները 1940 հոգի թղթով, բայց ավելին էին։ Բա մեր պաշտպանական բանակը, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կետ կա, չէ՞ որ ճանապարհը պիտի գործի անխափան, այսինքն եթե պաշտպանության բանակը ճանապարհը բացի, ինչ պիտի անի ադրբեջանական զորքը։ Բա ինչի համար էր այդ կետը ստորագրված։ Ես ճիշտ չեմ ասում։ Ինչու համար եմ ասում պատճառ հետևանքային կապով։ Այդ թող 2020 թվականի 44 օրյա պատերազմը ուսումնասիրող հանձնաժողովը դրան անդրադառնար եւ դրա հետևանքով ոչ թե շուրջ 50 բարձր զինվորականներ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարներ, դիվիզիայի հրամանատարներ, չգիտեմ, գան այստեղ բարձր դիրքեր զբաղեցնեն։ Երբ որ իրենք այնտեղ աչքի են ընկել միայն ու միայն սեփական կաշին փրկելու հատկանիշներով, կաշառակերությամբ եւ այլ ապօրինի գործողություններով։ Արցախի դեկտեմբերի 12-ի Արցախի շրջափակումը Երևան Ստեփանակերտ Քաշաթաղի ճանապարհի մեկադմիշտ փակման համար երկու ուրեմն կազմակերպություն պիտի կրեն ամբողջ հանցանքի պատասխանատվությունը Լեռնային Արցախի հանրապետության պաշտպանության բանակը եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայված են եղել այդ ամբողջ ուրեմն Միջանցքի երկարությամբ։ Սա ուղղակի ես ասում եմ ամբողջը պատճառ հետևանքային կապով է եւ նաեւ ասեմ, որ 5-րդ Շարասյան կամ այսպես ասած ընդդիմության ներկայացուցիչները առ այսօր 20 թվականից սկսած առ այսօր ոչ մի կոնստրուկտիվ կառուցողական առաջարկություն չեն արել եւ Արցախի հետ կապված եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ խաղաղության հաստատման հետ կապված ամեն ինչ խոսել են իշխանության վերադառնալու դիրքերից։ Ես ընդհակառակը այլ բան պիտի ասեմ։ Եկեք դուրս գանք կարճատև գովազդային դատարանի, որից հետո ես հարց ունեմ, գուցե հենց շարունակությունն էլ այդ հատվածում մենք կզրուցենք։ Հարգելի հայրենակիցներ, այժմ կարճատև գովազդային դատար, որից հետո կշարունակենք մեր զրույցը, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ շարունակում ենք մեր հարցազրույցը Գագիկ Սաֆարյանի հետ։ Պարոն Սաֆարյան, նախ Գյումրու հետ կապված փորձենք ամփոփել, ամեն ինչու մեղավոր է փաստորեն իշխանությունը, 7 տարի դա անգործության մատնվել եւ այս հարցը չլուծել, որ նման մարդիկ կան, նույնիսկ ընտրությունների մասնակցեն եւ փորձեն հաղթել եւ հիմա կառավարեն թեկուզ քաղաք, այստեղ մեղավոր է իշխանությունը։ Դրանից հետո փաստորեն մենք հասանք մինչև Արցախ, Արցախի թեման, արցախցիների մասին խոսեցիք, այստեղ էլ է իշխանությունը մեղավոր, որտեղ արցախահայերի սոցիալական խնդիրները, աշխատանքի տեղավորման խնդիրները։ Պարոն Սաֆարյան, ասեմ, որ արցախցիները հատկապես գոհ են, եթե այս խնդիրները չի լուծում, բժշկական հաստատությունների հետ կապված խնդիրներում, նրանց ընդառաջում են անվճար, մի խոսքով այս հարցում կարող ենք ասել, որ բավականին հումանիտար մոտեցումը կա։ Եվ հիմա արդեն չեք տեսնում Գյումրու դեպքերի հետ կապված արտաքին ճնշումներ, ինչ որ ավելի գլոբալ խնդիրներ, այդ հարցում չեք տեսնում, սա մեր ներքին խնդիրն է, որ մենք պետք է փորձենք ինքներս կարգավորել եւ լուծել։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինչ ունի այլևս նման ձևով, ինչպես ընդդիմությունն է ասում, շոուներ կազմակերպելու համար։ Մենք տեսանք մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում այդ հոգեվորականների, սա ընդդիմությունը համարում է, որ շոու է եւ քաղաքական հաշվեհարդար։ Ընդդիմության քաղաքական հաշվեհարդարը չեմ ընդունում, շոուի պահով ինչ-որ մի բան համամիտեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս բանը նախորդ իմ հարցի պատասխանելով ձեր հարցին, կարող էր անել արմատախիլ անելով մի քանի տարի առաջ։ Ինչու է սպասել։ Ասում են դարակում պահածոցներ Ինչու է սպասել ուռուցքը մեծանա, ինչու է սպասել քաղցկեղի հյուսվածքները մարմնի մեջ ավելի խորանան, նա կարող է դա անել 1 տարի առաջ։ Ինքը չգիտեր Վարդան Ղուկասյանի, ինքը չգիտեր այն նոտարը, որ Վանաձորի քաղաքապետն էր, ինքը չգիտեր մյուսների կենսագը, բոլորը գիտեին, նա կարող էր ավելին անել, նա կարող էր ավելի շուտ արմատախիլ անել։ Սա մեկ, այսինքն ներկայիս չասեմ գրոհը մոտեցումը վերաբերմունքը տեղական ինքնակառավարման համայնքների ղեկավարների հանդեպ խորքի մեջ հանցանք կա, երկու կարծիք լինել չի կարող, խորքի մեջ նրանց արարքները անպայման հանցանք են պարունակում, պարտադիր 100%-անոց, բայց ժամկետի առումով ես պիտի ասեմ, որ դա հատուկ ընտրված ժամանակ է կառավարության կողմից։ Սա մեկ։ Արցախի թեման, քանի որ իմ համար դա Սուրբ Սրբոցն է, ես վերջում կանդրադառնամ։ Հիմա ես կասեմ եկեղեցականների հետ կապված։ Ես այդ եկեղեցականներին, որոնց ձայնագրել են, որոնք զավթել են Մայրաթոռը, ես նրանց չեմ համարում հավատացյալ մարդիկ։ Ես նրանց անվանում եմ աթեիստներ, անհավատներ։ Ասեմ ինչու։ Եթե եկեղեցու կանոնակարգ գոյություն ունի, եթե գոյություն ունի կանոնների ժողովածու, եթե գոյություն ունի այսպես ասած բարոյական կոդեքս ու եկեղեցու հիերարխիա, ստորակարգությամբ ամենամեծ հովվապետը դրան չի հետևում, ուրեմն նա անհավատ է։ Ուրեմն նրան պիտի օր առաջ դուրս շպրտել, դուրս նետել խորանից, Մայրաթոռից։ Նույնը վերաբերում է եպիսկոպոսաց դասին։ Ես վերջերս էլի տարբեր հարթակներում հարցազրույցներ տալով ասել եմ, որ տարիներ շարունակ ազգային եկեղեցական ժողով չի գումարում Մայրաթոռը, վեհափառը, այսպես կոչված վեհափառը։ Գերագույն հոգևոր խորհրդի մեջ ընդգրկված են մարդիկ, որոնք չեն կնքվել ժամանակին։
նախկին կաշառակեր նախարարներ, նախկին կաշառակեր պրոֆեսորներ, նախկին կաշառակեր դատախազներ, դատախազի տեղակալներ, ակադեմիայի ակադեմիկոսներ, ներկայումս էլ ակադեմիայի բաժանմունքի աշխատողներ, ակադեմիկոսներ, անուններ դարձյալ չտանք։ Գիտեք ոչ թե ես վախենում եմ, պարզապես ճիշտ, այո։ Հիմա ասել, որ եկեղեցու հանդեպ պետության վերաբերմունքը բացասականը ես կտրականապես դեմ եմ։ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունը քաղաքական եկեղեցու հանդեպ ոչ մի բացասական տրամադրված երևույթ չի դրսևորել, ընդհակառակը։ Այսօր ընդհակառակը փորձում է ամեն կերպ նպաստի, որպեսզի եկեղեցականը չլինի հոգևոր վերադասի խամաճիկը, գործ տվողը, օտար սքեմ հակած վեղարակիր օտար երկրների գործակալներ։ Մի բան, որ մեր կրտսեր հոգևորականը, կլինի քահանան, կլինի երեցը, կլինի քեշիշը, կլինի չգիտեմ, սարկավագը, կլինի հայր սուրբը, կլինի եպիսկոպոսը, կլինի arczepiskopոսը, տեսնում են ամեն օր իրենց աչքի առջև։ Մեծ հաշվով այդքան էլ լավ չեմ տանում, երբ որ եկեղեցու ներսում կան արդեն մարդիկ, որոնք բարձրազայնում են եկեղեցում տիրող անարդարությունների մասին։ Նրանք ժամանակին կարող էին դրա մասին ասել։ Ինչ եղել, թող ասեին ու դուրս գային։ Փաստորեն այսպես է ստացվում, որ բոլորն էլ ինչ-որ բան տեսել են, տեսել, ես իմ ուսանողական տարիներից մի բան պիտի ասեմ, 70-80-ական թվականներին մենք միշտ էլ այդ շինծու առարկաները, որ կա, դասագրքային գիտությունները, գիտական կոմունիզմ, մենք միշտ դեմ այն տարիներին էլ միշտ ասել ենք։ Դրա համար մեր տեսակը այն ժամանակ մեր տեսակը չի ընկալվեր establishment-ի կողմից, բյուրոկրատիայի կողմից, ասպես ասենք, այն ժամանակ establishment չէին ասում, չէ, բյուրոկրատիա էին ասում, չինովնիկություն էին ասում։ Բայց եթե մենք անարդարությունների դեմը չենք առնում մեր արժի համակարգով, ուրեմն դա կլինի պատեհապաշտներ, օպորտունիստներ կլինեն։ Իմ ամբողջ ասելիքը սա է։ Այո, այսօր եկեղեցին եւ 5-րդ շարասյունը գործում են համահունչ։ Մեր ձևով շարժումը ցույց տվեց մեր ձևականները ամբողջովին թաթախված են եկեղեցու հետ պետականության հիմքերը խարխրելու գործի մեջ։ Չեմ ուզում երկարացնեմ, դրա մասին դեռևս առիթ կլինի խոսելու համար, բայց ես պիտի ասեմ, որ մեր եկեղեցու հոգևոր տերը, մինչև վերջին հովապետը տվյալ պահին, ես իրենց համարում եմ անաստվածներ։ Նրանք Աստծո հետ ոչ մի աղերս չունեն։ Եվ վերջին հաշվով գիտեք, այդպես էլ չի կարելի ուզուրպացնել հայ ժողովրդի հավատքը միայն հայ առաքելական եկեղեցու հավատքին վերագրելով։ Մենք ունենք նաև 4 նվիրապետություններ, որոնք իրար հետ համերախ չեն։ Պոլսո հայոց պատրիարքարանը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, Մայրավանքը կամ Կիլիկիա Մեծիտան Կիլիկիա կաթողիկոսությունը եւ Մայրաթորը, նրանք եթե այդքան շատ են սիրում համազգային համախմբվածությունը, թող առաջին իրենց մեջ համերաշխալնեին։ Եվ բացի դրանից մեր ժողովուրդը նաեւ ունի 3 հարանվանություններ. հայ կաթողիկո եկեղեցին, կաթողիկե եկեղեցին, հայ ավետարանչական ընկերակցությունը, չէ, կամ բողոքական, եւ հայ առաքելական եկեղեցին։ Հիմա ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետ կապված ունեմ իմ հատուկ մոտեցումը, որը դա համարում եմ ճշմարտագույնը։ Մեր եկեղեցին սպասարկել է օտարի շահերը, մեր եկեղեցին եղել է շահագործող խավ, մեր եկեղեցին պատմության մեջ կռիվ է տվել, որպեսզի 10-որդը դարձնի 20-որդ հարկերը հավաքելու առումով, եւ մեր եկեղեցին թափանցիկ չի աշխատել։ Անկամ այդ նվիրատվությունները, որ կան, արտասահմանում եւ Քենտերբերի ուրեմն եկեղեցու մատյանները եւ գերմանական եւ իտալական եկեղեցական բոլոր մատյանները բոլոր նվիրատվությունների եւ նվիրատուների ցանկը հրապարակում են եւ դա կոչվում է ultimate beneficiary, վերջին նվիրատուները, կա վերջին նվիրատվությունները։ Մենք այսպիսի բան մեր մեջ չտեսանք։ Հետո
Եկեղեցին սրբադասման կարգը եւ եկեղեցին սրբադասման օրենքը դարձել է միայն եկեղեցու կաղապարից ներս։ Եվս մի օրինակ պիտի բերեմ, անգլիական եկեղեցին հատուկ առաջարկության մուտք է գործել Մեծ Բրիտանիայի United Kingdom-ի Միացյալ Թագավորության երկու պալատը եւ ստորին եւ վերին, լորդերի պալատը եւ համայնքների պալատը, եւ առաջարկություն է արել, որպեսզի Աստագրական պատերազմում Անգլիայի համար, Մեծ Բրիտանիայի համար զոհված հերոսներին անվանեն սուրբ նահատակներ, Great Sacrifice։ Մենք այդպիսի բան չգնացինք։ Մենք շարունակում ենք դեռևս հին ստերեոտիպներով։ Մենք պատմության մեջ իհարկե ունեցել ենք հրաշալի վեհապարներ, որոնք իրենց անօրինակ սխրանքներով, քաջագործություններով օրինակ են ծառայել իրենց հոտին։ Այստեղ ես մի բան էլ պետք է ասեմ, գիտեք, մեր եկեղեցու մեջ են եղել դավաճաններ։ Ես սա չեմ ուզենա հանրայնացնեմ, որովհետև մեր ժողովրդի մեջ էլ կան դավաճաններ, չէ՞։ Մի պահ, այո, մի պահ, չէ, պատերազմից բացի էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ իր աշխատակազմում աշխատում էր մեկը, մի սրիկա, թուրքագետ, որը բացարձակապես վարձատրվում է թուրքերի կողմից։ Եվ մեր զինվորական գաղտնիքները իր պայուսակի մեջ վերցրած փաստաթղթերով Եվ որտեղ է հիմա այդ մարդը։ Եվ որտեղ է այդ Այստեղ է 10 տարի նստել է ազատվել Մուրադ Բոջոլյանը, Արդեն պատասխանատվության Այո, այո, բայց ես այլ բան եմ ասում, ես չեմ ուզում ծանրանամ այդ դավաճանների բան եւ այլն։ Ես ինչ հարցը ձեզ ուղեցի, որտեղ փաստորեն մի եթերի ժամանակ նման հայտարարություն անելուց հետո տեսեք ինչքան դեպքեր տեղի Այո, ունեցան։ մեր ազգային անվտանգության ծառայության մուտքի արխիվը դավաճանների շքերթ է։ Գիտեք ինչքան ունեն, դեսպանատներից, դիվանագետներից սկսած մինչև մյուսները։ Ընդհանրացնելով ասեմ, որ մեր եկեղեցին ունի ոչ կառուցողական դիրքերոշում, եկեղեցու մասին չի խոսքս, մեր եկեղեցու տերերի մասին է խոսքս, հոգևոր բարձր դասի մասին է խոսքս, մեր հոգևոր հայրաքելական սուրբ եկեղեցու ուրեմն մարմինները, կառավարման մարմինները եւ ազգային եկեղեցական ժողովը եւ Գերագույն հոգևոր ժողովը եւ եպիսկոպոսած ժողովն ու ուրեմն քահանայի ժողովը պիտի լուծարել, պիտի ստեղծել ամբողջովին նորը։ Այս առումով ես երկու ձեռքով ողջունում եմ կառավարության գործունեությունը։ Ես ուզում եմ անդրադառնալ իմ համար Սուրբ Սրբով։ Մեր ժամանակը քանի մոտենում է ավարտին, այո, Արցախի խնդիրներ, Բաքվում մնացող։ Եթե ընտրություններից հետո կառավարությունը կամ մինչև ընտրությունները կներկայացնի ծրագիր եւ գոնե 30-40 հազար այդ 100-120 հազարից բռնագաղթվածից, որոնք ենթարկվել են սպիտակ գենոցիդի եւ բռնագաղթի ու կորցրել են ամեն ինչ, կարող են ստեղծել ավաններ, որպեսզի դրանք ապրեն համախումբ կերպով, համայնքներով համախումբ կերպով, որտեղ պիտի պահպանվի եւ ավանդույթը, եւ մշակույթը, եւ արդյոք ավելի գուցե հեշտ տանեն իրենց տնա, հեշտ կտանեն եւ դա նաեւ կլինի հետագա տասնամյակների ու հարյուրամյակների համար ամենամեծ, ամենահուսալի կամուրջը Արցախ վերադառնալու համար, ես իհարկե սրանով չեմ ուզում ասեմ, որ Արցախի թեման փակ է, ես պիտի ասեմ, որ մեր կառավարությունը պիտի գնա այս ճանապարհով, պարտադիր կերպով, Արցախայության սոցիալական նորից գալիս ենք Արցախի թեմային ընտրությունների համար, նորից դառնում է շահարկման թեմա։ Պիտի չշահարկվի, Արցախայությանը պիտի չշահարկվի։ Անահիտ Ավանեսյանը, առողջապահության նախարարը, չի շահարկում Արցախայության թեման, բայց ես կարող եմ ասել, որ Արցախահայերից, եթե 100 հոգի դիմում են բուժօգնության համար, նվազագույնը 95-ի դեպքում, ստանում են դրական պատասխան։ Ես շողոքորթություն ասել չեմ կարող, բոլորն էլ գիտեն, ես ինչպիսի մեծ պատկառանք ունեմ այդ Անահիտ Ավանեսյանի անձի հանդեպ, ես պիտի ասեմ, որ իսկականից Անահիտ Ավանեսյանը իմ աչքից լույսն է, չեք պատկերացնում։ Ինչ հարցերով ոչ թե միջնորդել եմ, այլ փորձել եմ խնդիրը մի քիչ շուտ հասցնել իրան, չեք պատկերացնում ինչպիսի ուրեմն հետևողականությամբ եւ ինչպիսի արդարությամբ օրինականությամբ է ինքը ուրեմն
անմիջապես արձագանքել այդ խնդիրներին եւ նույնիսկ ինքն էլ հրահանգավոր է որպեսզի շատ արագ մեզ իրազեկեն, որ այդ խնդիրը արդեն լուծված է։ Դրա համար եմ ասում, Անահիտ Ավանեսյանի իմաստից լույսն է։ Էլի խնդիրներ, բայց այստեղ ամենամեծ խնդիրը սա է՝ Արցախայցյան գենոֆոնդի, գենոդարանի պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը անգամ եթե ծախսի $500 միլիոն համարժեք դրամ կամ $1 միլիարդ համարժեք դրամ, ես վստահեցնում եմ, որ ազգային շահերի առումով 1/10 հետ է բերելու։ Սա մեկ, երկրորդը։ Պարտադիր կերպով ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության բարձր ղեկավարությունը, վարչապետ, արտաքին գործոս նախարար եւ ուժային նախարարներ, հատկապես այդ հատուկ ծառայությունները եւ անվտանգության քարտուղար ամենօրյա ուշադրության կենտրոնում հետևում են Բաքվում տեղի ունեցող մեր պատանդների դատավարությանը, որտեղ ես դրանց ռազմագերի չեմ համարում, դրանք պատանդներ են, անիմաստ կերպով, ապօրինի կերպով այնտեղ պահող, այսօր շատ տականքներ ասում են անդիմադիր դաշտի, չեմ ուզում անուններ տամ, մարդիկ գիտեն թե որ քաչալ են կամ հաստափորեն, իրենք ավելի շատ անդիմադիր են, ոչ, ասում են Ադրբեջանը կարող է $180 միլիարդ պահանջ ներկայացնել Հայաստանի եւ այլ, այստեղ են ասել գլուխը պատով կտա, մենք կարող ենք առ այսօր ճիշտ աշխատանքի դեպքում մի քանի $100 միլիարդ ներկայացնել, հատկապես ունեզրկման առումով, գենոցիդի առումով տարբեր խնդիրների շուրջը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առանց հետին պլանի, առանց հետ քաշվելու, հետևողականորեն պետք է բոլոր ակցիաներում բարձրացնի Բաքվում պահվող մեր պատանդների շուտապույտ ազատելու եւ ոչ միայն ազատելու, այլ նաեւ այդ ֆարս դատավարության արժևն առնելու համար։ Ինչու համար եմ ես սա ասում, որտեղ սա եւս շահարկում է։ Ես համոզված եմ, որ իմ ունեցած իրազեկվածությունը ինձ թույլ է տալիս ասելու, որ շուտով մենք ունենալու ենք գերիների մի մասի, ուրեմն ազատ արձակման պատանդգերիների մասին է, նկատում եք թե մեր տղաները, որ գերեվարված են, ում մասին է խոսքը, քաղաքական էլիտայի մասին է։ Անպայման մենք շուտով ունենալու ենք լուրջ հաջողություն այդ առումով, իմ իրազեկվածության աստիճանը այնպիսին է, որ ես գիտեք սխալ չեմ խոսում, գրեթե սուտ չեմ խոսում, բայց ես պիտի ասեմ, որ Արցախի հետ կապված դեռևս այդ խնդիրները նոր են հասունանում եւ Արցախայցյան վերադարձի եւ տարբեր խնդիրների, գիտեք, կառավարության ղեկավարը երբ որ ասում է Արցախյան շարժման էջը փակված է, դա չի նշանակում, որ Արցախի հարցը փակված է։ Ինձ ոնց կարող են ասել, որ Արցախի հարցը փակված է։ Արցախյան շարժման էջը այլ բան է։ Արցախյան շարժման ակունքներում կանգնածներից մեկն է ես եմ եղել։ Հաստատ 3 հոգու մեջ ես երրորդը չեմ եղել։ Էլուր մնաց 5-ի 10-ի եւ ես ինչպես կպատկերացնեմ այդ խնդիրները, բայց Արցախի հարցը երբեք չի կարող փակվել։ Արցախի հարցը չի կարող փակվել այն պատճառով, որ 1920 թվականին մենք ստրկաբար ընդունեցին խորհրդային իշխանությունը, Ադրբեջանը ինչպես 91 թվականին գլխի ընկավ 90 թվականին իրեն հայտարարեց Ադրբեջանի 1918-20 թվականի դեմոկրատական հանրապետության ժառանգորդ, մենք Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր իրեն ներկայացնում է որպես հնդկական գուրու, ընդամենը դարձա խորհրդային իշխանության, խորհրդային Հայաստանի ժառանգորդ, արդյունքում մենք կորցրեցինք 28000 քառակուսի կիլոմետր Մոսկվայանի հետև Կարսի պայմանագրերով եւ այսօր չեն կարողանում ծպտուն հանել։ Այնինչ եւ Սևրի պայմանագիրի եւ Վիլսոնի իրավարու վճռով սահմանագծված Հայաստանը միջազգային ակցիաներում արդեն հռչակված էր որպես հայկական պետություն։ Խնդիրներ շատ կան խոսելու համար, բայց ես պիտի ասեմ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները եւ Գյումրու քաղաքապետի եւ քաղաքապետարանի որոշ ընկերների հետ կապված, որ կաշառակերություն հստակ կերպով եղել հանցանքը, այդպիսի ուրեմն դա քննարկման տեղի չի տալիս, եկեղեցու հետ կապված այդ ձայնագրությունները եւ եկեղեցու հակապետական գործունեության հանդեպ ցուցաբերում է իրավաչափ վերաբերմունք, իսկ ինչ է կարծում, մենակ դա է, խի, այդ երկու սրբազանների կոչերը, ռազմական հեղաշրջումը եւ Իջևանից գալ Երևան փրկություն հանուն Տավշո շարժումը վերածել իշխանափոխության կամ
օրինական կերպով ընտրված իշխանությանը օր առաջ տապալելու կոչով եւ վեհապարը ոչ մի կերպով չանդրադառնա, այնուհետեւ վեր կենա գնա Ռուսաստանի կողմից պատվոնշան շքանշան ստանա, իմանալով որ Ռուսաստանը մեղմ ասած ոչ բարյացակամ է իրան դրսևորել Արցախի հարցում եւ բացի դրանից գնա Մինսկում ինչ որ մատորի օծմանը, երբ որ վարչապետը կառավարության ղեկավարը Հայաստանի հայտարարում է որ մենք չեն գնալու քանի այնտեղ Ճիվաղ Լուկաշենկոն է իշխում եւ այդքանից հետո վեր կենա գնա եւ կեղծ ձևով ասեն որ մեր վեհապարը Շվեյցարիայում բարձրացրել է Արցախի խնդիրը կամ ես ուզում եմ մի հատ ուղակի մեր ընդդիմությանը 5-րդ եւ 6-րդ ուրեմն Շարասյան ներկայացուցիչներին հարց տամ առհասարակ դուք գիտեք դուք ովքեր եք դուք որ դուրս եք գալիս հայլում եք ձեզ նայում եք թե չէ եւ բացի դրանից էլ դուք գիտեք որ Հայաստանում Երևանում մարդիկ կան որ ձեզ այսպես տեսնում են ձեր մեջ կերևում է այդ ձեր դիմագից այդպես պատրված է գոնե քաղաքական դաշտը շղթայակապ մի պահեք խոսքս վերաբերում է եւ իշխանական թևին եւ այդ երկու ուրեմն լակեյական սատելիստական մարդիկ դարձել են գիտես ինչ ոչ թե բնակալեզներ այլ մարդիկ դարձել են ձրիակերներ են դարձել այնքան որ իրանց համար մի անգլերեն մի տերմին կա չէ որը կոչվում է հեդոնիզմ անընդհատ այսպիսի իրադարձությունները այդ մարդկանց ուրեմն հաճույք են պատճառում բարիս բուն իմաստով հաճույք են պատճառում փոխանակ բարձրացնելու օրավոր նշանակություն ունեցող հարցեր անվտանգության, խաղաղության, տարբեր խնդիրների հետ կապված մարդիկ դարձել են բարիս բուն իմաստով դարձել են ուրեմն պորտաբույզներ եւ մակաբույզներ են դարձել, պարազիտներ են դարձել։ Մեր քաղաքական կուսակցությունների 80%-ից ավելին զբաղված է մակաբույզ քաղաքական կյանքով, որովհետեւ վարձատրվում է մեղմ ասած անաշխատ եկամուտներով, այն էլ բոլորս գիտենք ինչպիսի ճանապարհով։ Այս սրանց դեմը կառավարությունը պիտի փորձի փակել։ Այո, մի քիչ կոպիտ եւ կոշտ ասացի, այստեղ կա ռուսական հետք, եթե չասեմ մեր նախագահների լեքսիկոնով զռում է, ապա ես պիտի ասեմ, որ ճչում է, որտեղ գիտեք, այդ բառապաշարը ինձ հարիր չէ, եւ ես պիտի նաեւ խորհուրդ տամ մեր ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներին եւ մեր համանքի բազմաթիվ ղեկավարներին առաջին հերթին հայերեն խոսել իմանալ, որտեղ մարդիկ խոսում են շատ դեպքերում երկրի նախագահներ, ղեկավարներ, որով մարդիկ չեն կարողանում նորմալ ձևով մեր ոսկեղենիկ հայերենով, ինչպես կասեր Վահան Տերյանը, մեր արքայական լեզվով խոսել։ Ես մարդկանց խորհուրդ կտամ առաջի հերթին խոսել հայերեն, բայց դա ինչու չեն կարող, որտեղ հայ մշակույթը իրենց արժեհամակարգին հարիր չի, իրենց հետ ոչ մի աղերս չունի։ Շուտով ես մի բան պիտի ասեմ, որ իմանաք, քանի որ այս օրերին նաև թմկահարում են վայ պատմաբանները եւ արևելագետները եւ հայոց պատմության մասնագետները ճակերտավոր հայոց պատմություն եւ թե հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն, ես կարծում եմ, որ ինչպես որ ասում են, շուտով դրանց հետ կապվածել մենք հարցազրույցներ կունենանք եւ կասենք ռուսերեն ինչպես են ասում, որտեղ են ձմեռում խեզգետինները, հա? Շնորհակալություն եմ հայտնում։ Պարոն Սաֆարյան, մեզ հուշում է, որ մեր ժամանակ արդեն ավարտվել է։ Պարոն Սաֆարյան, կրկին ես եմ շնորհակալ։ Հետևենք զարգացումներին, որտեղ շատ արագ են ընթանում եւ կարծում եմ Ես գտնում եմ, որ պետությունը իր քաղաքականությունը իրավական դաշտում պիտի լինի շատ թափանցիկ եւ անընդհատ պիտի հաշվետու լինի մեր քաղաքացիների։ Եվ վստահելի կարծում եմ։ Եվ վստահելի եւ հաշվետու եւ թափանցիկ, տրանսպարենտ պիտի լինի։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։